Նոր հանքի շահագործումը կարող վնասացնել այդ միջավայրին, եթե նոր հանքը բացեցին 100 մետր ամենակիչը շարավիղով պետք է պլաշատ կանեն, որ ասենք իրանց մեքենաները կան կանեն, բացի դրանից, դա բնությանը վնաս տվեց, բացի դրանից, իրանք 6 մետր լենության ճամփա են գցելու, որ այդ մեքենաները իրար կողքի անցնեն, այդ էլ երկրորդ վնասը, համ անասունի արոտավարին, համ մեր հնդելատեղին, բացի դրանից այդ մեքենաները, որ գնացին այդ գազը, այդ փոշին, որ նստեց այդ հնդելախոտի վրա, խոտը հնձում ենք, բերում ենք, այն առաջները, որ այսքան խոտ էինք տալի, այսքան էլ չենք վերցնում առաջից, իսկ մի այսքան տալիս ենք, այսքան առաջներս թափում ենք, որովհետև այդ փոշին նստում է խոտի վրա, ծաղիկը թափում է, այդ խոտ չի մնում, փոշին է մնում, չոփերը, ոնց որ մարդիկ գնան մետրով կապետ բերեն ձմեռը վառեն, մեր անասունները դրա համար վարի են գնում, սնունդ չկա, խոտի մեջին սնունդ չկա, որ անասունը սնվի, իրան պահի, դղարը մա, մի կները իմ վրա վերցնեմ, եթե ես օրվա միջին մի շաբաթ հաց չուտեմ, կնիհարեմ թե չէ, նույնն էլ անասունն է, ինչ տարբերություն, մարդիկ են, ջահել տղեկ են, ասենք ես տարեք սարած մարդ եմ, 75 տարեկան մարդ եմ, 20 տարի ավտոբուս եմ քշել քաղաքը, բան, Երևան, վերջը, ես ապրել եմ կյանք, բայց ջահել մարդիկ իրանց ընտանիքը, իրանց տունու տեղը, իրանց փորփա երեխեքին թողել են, եկել են այս անասունները անստեղ, որ 2 կոպեկ առնեն, իրանց երեխեքին պահեն, հմիկ էլ այս հանդեր դաբաղն անգեն մեջը, մարդիկ չեն կարում գոնե իրանց երեխանց կաթով սննեն, որ եթե վախում են, ինչ դες կաթի մեջ ինչ կա, տուր ջան,